Ալեն Սիմոնյանի ելույթի մանր մունր կսմիթներին իհարկե չեմ անդրադառնա, բայց իր ելույթում հնչեցված մեկ հիմնական թեզի այնուամենայնիվ ուզում եմ անդրադառնալ, որի հիմնական հենքը այն է, որ 18 թվականին բանակցություններն արդեն մտել էին փակուղի եւ հայտնի խոսքներն մեջբերում եւ պատերազմը պարզապես անխուսափելի էր։ Եթե սա ճշմարտություն է, ապա ես ակնկալում եմ, որ ԿՊԱ-ականները պետք է պատասխանեն հետեւյալ հարցին։ Եթե բանակցությունները գտնվում էին փակուղում, եթե պատերազմը անխուսափելի էր, այդ դեպքում ինչու է Նիկոլ Փաշինյանը կատարել քայլեր, որոնք միայն կարագացնեին վերահաս պատերազմը։ Գնալով Ստեփանակերտ եւ կանչելով Արցախը, Հայաստանը եւ վերջ, Տավուշյան դեպքերը իրական ներկայացնելով որպես մի մեծ սարդարապատ եւ հետո ազգային հերոսների այսպես պարգևներ շնորհել, եթե պատերազմը վերահաս էր, եթե անխուսափելի էր պատերազմը, դուք գիտեիք, որ բանակցությունները փակուղու մեջ են եւ պետքա փորձեիք այդ փակուղուց հանել եւ ոչ թե սադրել, իրականացնել գործողություններ, որոնք ուղղակի Ալիևի ձեռքերը կբացեին։ Այս տրամաբանական շղթան կտրվում այդ նույն պահին եւ դուք պետքա հիշեք, թե ինչ գործողություններ է իրականացրել Նիկոլ Փաշինյանը։ Երբ այստեղ խոսվեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին, որ պետքա փակենք այս էջը, արցախցիների վերադարձի մասին որևէ խոսք չպետք է հնչեցվի, որովհետև Ադրբեջանն էլ խոսելու է ադրբեջանցիների վերադարձի մասին։ Նախ ուզում եմ ասել, որ սրանք նույն հարթության վրա դնելը ճիշտ չէ, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ դուք չեք խոսում, Ադրբեջանը չի խոսում, դուք փակել եք արցախցիների վերադարձի էջը, իսկ Ադրբեջանը փակել է, պետական ֆինանսավորում է տալիս հայտնի ՀԿ-ներին, որոնք խոսում են ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին։ Այդ հայելային քաղաքականությունը որևէ կերպ չի աշխատում, ադրբեջանցիների վերադարձը դարձել է պետական քաղաքականություն Ադրբեջանի համար, ու ինչքան էլ դուք չխոսակ արցախցիների բնական վերադարձի իրավունքի մասին, Ադրբեջանը միևնույն է խոսում է։ Հետևաբար, այո, Հայաստանը պետք է պաշտպանի Արցախի ժողովրդի վերադարձի միջազգային իրավունքի միջազգայնացման օրակարգին։ Սիրելի հայրենակիցներ, հասկանալի է, որ նախընտրական շրջափուլում ենք, տարբեր խոստումներ են հնչեցվելու, բայց ողբերգությունը, երբ որ գործող իշխանությունը ոչ թե խոստում է հնչեցնում, այլ սպառնում է սեփական ժողովրդին վերահաս պատերազմով։ Իհարկե ժամանակին Նիկոլ Փաշինյանը նման մի ձևակերպում անում էր, ասում էր կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, իհարկե այլ համատեքստում, այլ իրավիճակում, հիմա փաստորեն այդ տրամաբանությունը տրանսֆորմացվել է եւ դարձել է կամ ես կլինեմ վարչապետ, կամ դուք բոլորդ պետք է պատերազմի մեջ գտնվեք, Ալիևը ձեզ վրա կհարձակվի։ Ալիևին եք մեր ժողովրդի վրա, այսպես տղաբերում։ Ալիևով եք մեզ սպառնում, հայ ժողովուրդը արժանի է նրան, որ Ալիևով դուք իրան սպառնաք, բայց ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, հայրենիքա կորցրել, տարածքներ են օկուպացված։ Բա մեր ժողովուրդը արժանի է նրան, որ դուք Ալիևով իրեն սպառնաք, ինչա թե մի հատ աթոռ եք պահում, միթե կարելի է աթոռը սիրել այնքան եւ սեփական ժողովրդին չսիրել այնքան, որ Ալիևին մեր ժողովրդի վրա տղա բերել։ Եվ հետո ուզում եմ շարունակել Տիկին Վարդանյանի այդ միտքը, այո, ասում են հիմա եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, 18 թվականին դուք ընտրել եք այս իշխանություններին։ 21 թվականին եւս ընտրել եք այս իշխանություններին։ 18 թվականից հետո պատերազմ եղել է, 21 թվականից հետո պատերազմ եղել է։ Հետևաբար այն հայտնի լոզունգները, որ միայն ու միայն մենք լինելու պարագային պատերազմ չի լինի, դա ուղղակի ապացուցված սուտ է։ Ու հետո ես ուզում եմ հասկանալ հաջորդը ինչ եք ասելու։ Ասելու եք, եթե սահմանադրությունը չփոխենք, եթե անկախության հռչակագիրը սահմանադրությունից չհանենք, պատերազմ է լինելու, հաջորդ սպառնալիքը դա է լինելու, եկեք փոխենք սահմանադրությունը, հիմա եկեք հանենք անկախության հռչակագիրը, որպեսզի պատերազմ չլինի։ Հետո գալու եք ասելու եք, մենք այսպես կոչված անկլավներ կան մեր երկրի տարածքում, բա եկեք սա տանք, որպեսզի պատերազմ չլինի։ Հետո գալու եք ասելու եք, գիտեք ինչ կա։ Մենք արդեն հարևանություն ենք անում, բարեկամություն ենք անում, բայց չէ՞ որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Եթե իրանք չվերադառնան, մի հատ էլ պատերազմ կլինի, բայց պատերազմի շանտաժի գնով ինչքան եք ուզում ձեր սեփական աթոռները պահել։ Եվ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, երբ ԿՊԱ-ականները փորձում էին բացատրել, թե ինչու են կարծում, որ ընդդիմությունը պատերազմ է բերելու, սովորաբար մատնանշում էին իմ ելույթից մի կտոր, որտեղ ես ասում եմ, որ դա դիվանքը մերն է։
Դադիվանքը կգամ Արարատին, դադիվանքը մերը չի, դադիվանքը հայկական չի, դուք դադիվանքում մոմ վառած չկաք, դադիվանքը մերն է, դադիվանքը հայկական է, եթե դուք կարծում եք հայկական չի, և ինչպես Ալիևն է ասում աղբանական է, եկեք ես ամբյանից ասեք դադիվանքը մերը չի, ժողովուրդը հասկանա ձեր դիրքորոշումները, ձեր պատմության, ձեր ինքնության նկատմամբ ինչ է, դադիվանքը մերն է, հայկական է, ուրիշ կարծիք լինել չի կարող։ Հաջորդը, կամ Ղազանչեցոց, նույն այդ ելույթից մեջ Ղազանչեցոցի մասին եմ խոսում։ Ձեր կուսակից ընկերներից մեկը Արմեն Գրիգորյան։ Արմեն Գրիգորյանի հարսանիքը եղել է Ղազանչեցոցում։ Հայկական եկեղեցի Տիկին Ղազան երևի ներկա եք եղել, որ ասում եք հրաշալի հարսանիք, այդ հրաշալի հարսանիքը եղել է հայկական Սուրբ Ղազանչեցոցում։ Մերը չի, հայկական չի, սա տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ, թե սեփական մշակույթը պաշտպանելու ցանկություն։ Դուք գիտեք, որ ՅՈՒՆԵՍԿՕ կա, դուք գիտեք, որ կա ՅՈՒՆԵՍԿՕ, միջազգային կազմակերպություն, որը զբաղվում է մշակութային, պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերով։ Սա ոչ թե տարածքային պահանջ է, այլ սեփական մշակույթը պաշտպանելու ցանկություն։ Մյուսը, Արարատը մերն է, թե չէ։ Ընդ որում, ես իմ ելույթը շատ հստակ էի ձևակերպել, իշխանության քարոզչամեքենան որոշեց, առաջարկում եմ լսել, հետո կարծականքեք։ Իշխանական քարոզչամեքենան որոշեց իմ տվյալ նախադասության մի կտորը միայն հանել, մյուսը բան իտեղ չդնել։ Ասում եմ, Արարատը, Արագածը, Խուստուփը, իշխանասարը մերն են, ու շարունակություն կա, ու շադիր շարունակություն կա, մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Արարատը մեր ինքնության մաս չի, թե դա է կայսերական ինքնության ձևավորման կտոր, ես չեմ կարծում։ Արարատը իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չի, եկեք այստեղ կանգնեք ու ասեք Արարատի հետ մենք կապ չունենք, մենք պետք է ուրեմն փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը։ Ի վերջո արտաքին գործերի նախարարն է Արարատ անելով, ինչ է ինքը քայլող սադրանք, գրողը տանի։ Հիմա գնում է, սիրելի հայրենակիցներ, հիմա տեղի է ունենում, այո, ինքնության համար պայքար։ Ֆիզիկական գոյությունը Արցախում հիմա չկա, բայց նաև սեփական ինքնության պաշտպանության համար այս իշխանությունը ոչինչ չի անում, հերիք չի, մի հատ էլ պատերազմում այն մարդկանց դեմ, ովքեր ասում են, որ որևէ բան պետք է անել։ Հա, իմիջիալուց այդ ինչ բան է, էլի, հիմա Արցախ բառն ասել արդեն հանցագործություն է, կարող է օրենքի նախագիծ բերեք, որով արգելվում է Արցախ բառը արտասանել։ Արցախը Հայաստանը եւ վերջ գոռացողները հիմա Արցախ բառ ասելուց հետո պետք է ներողություն խնդրեն, բայց դուք կոչ էիք անում հազարավոր տղաների բրոնիժիլետ կասկավերցնել ու գնալ առաջնագից։ Իմիջիալոց։ Այս համատեքստում ես ուզում եմ ասել, որ երեք հանդիպել ենք իմ գործընկերների կներեք, իմ գործընկերների հետ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ իրենք հստակ պահանջ ունեն, որպեսզի հրապարակվի այն փաստաթուղթը, որը կազմվել է 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերի արդյունքում, այդ պահանջը լեգիտիմ է, որքան էլ մենք կարծում ենք, որ չէր կարող օբյեկտիվ լինել այդ համապատասխան փաստաթուղթը, բայց ծնողներն այդ պահանջը ունեն եւ դուք պարտավոր եք առաջ գնալ այդ պահանջին։ Եվ Արցախի նկատմամբ կրկնում եմ ֆիզիկական ներկայությունից հետո ընդհանրապես մեր պատմության Արցախի հերոսամարտի արժեզրկման գործընթացը տեղի ունենում, որը անթույլատրելի է։ Հիմա ես այդ բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ ուզում եմ ասել, ուզում եմ ստանալ ձեր պատասխանը։ Հիմա Մոնթեն ազգային հերոս է, թե ազգային հերոս չի։ Մոնթեն կռվում էր հայրենիք ազատագրելու համար։ Հիմա եթե այդ հայրենիքը մերը չէր, այն գլխից հանձնված էր, մեզ այդ կապ չուներ։ Հիմա Մոնթեն ազգային հերոս է, թե ազգային հերոս չի ձեզ համար։ Եվ
կարող է դուք հասնեք մի օրի, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը վերջում համարեք օկուպանտ երկիր։ Իհարկե սա հիմա աբսուրդ կարող է հնչել, բայց այն գործողությունների եւ հայտարարությունների տրամաբանությունը, որ այսօր կա ու մենք տեսնում ենք, հենց այդ ուղղությամբ էլ տանում է, այո, դուք դիվահարվում եք երաշխավոր բառից, որովհետեւ ձեր ընկալման մեջ, ձեր պատկերացման մեջ միակ երաշխավորը պետք է լինի Ադրբեջանը, երեք այն հորթի վզակալի հայտնի պատմության նման, հիմա Ադրբեջանը այսպես թոկը գցել է, ասում է պետք է ամեն բան իրականացնենք, բայց հստակ մեր ժողովրդին ուզում եմ ասել, Հայաստանում չկա որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, ավարտում եմ, ով տարածքային պահանջ ունի հարևան երկրների նկատմամբ, բայց սեփական ինքնությունը պաշտպանելը օրվա հրամայական է, պատմական հրամայական։ Ռուբեն Ռուբինյան